Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր մարտի 10-ն է, օրվա կարևոր լուրերը CBC-ի հայկական ծառայության եթերում։ Նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականի համաձայն մարդասիրական օգնություն է ուղարկվել Իրան։ Թուրքիան ուժեղ պետություն է եւ ի վիճակի է կանխել բոլոր հարձակումները։ Այսօր Ադրբեջանում նշվում է քամու չորեքշաբթին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի միջև կայացած հեռախոսազրույցի համաձայն հարևան եւ բարեկամ Իրանի ժողովրդի ներկայիս կարիքները բավարարելու համար մարդասիրական օգնություն է ուղարկվել Իրան։ Ադրբեջանի նախագահի հանձնարարականի համաձայն արտակարգ իրավիճակների նախարարության մեքենաներով Իրան ուղարկված մարդասիրական օգնությունը ներառում է 10 տոննա ալյուր, 6 տոննա բրինձ, 2.4 տոննա շաքար, ավելի քան 4 տոննա ջուր, մոտ 600 կիլոգրամ թեյ եւ 2 տոննա դեղորայք ու բժշկական պարագաներ։ Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Ջեհուն Բայրամովի եւ Հակամ Ֆիդանի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ջեհուն Բայրամովը դատապարտել է Թուրքիայի Հանրապետության տարածքի դեմ իրականացված հրթիռային հարձակումը եւ աջակցություն է հայտնել եղբայրական թուրք ժողովրդին, նշելով, որ ռազմական սրացման հետագա ընդլայնումը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների, նրանք մտքեր են փոխանակել լարվածության նվազեցման եւ երկխոսության մթնոլորտի խթանման հնարավոր քայլերի շուրջ։ Նշվել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը եւ եղբայրական հարաբերությունները մեծ նշանակություն են ներկայիս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Թուրքիան համերաշխություն է հայտնում եղբայրական երկրների, մասնավորապես Ադրբեջանին։ Մենք դեմ ենք ցանկացած սցենարի, որը կխաթարի մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։ Թող ոչ ոք սխալ հաշվարկներ չանի։ Մենք չպետք է ընկնենք եղբորը եղբոր դեմ հանելու թակարդը։ Այս մասին Անկարայում կառավարության ինստիտուտը ճապազրույցի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով Թուրքիայի իշխանությունները համապատասխան քայլեր են ձեռնարկում կանխելու երկրի ներգրավումը իրանական ճգնաժամի մեջ եւ նվազագույնի հասցնելու երկրի տնտեսությանը հասցված վնասը։ Մեր պետությունը ուժեղ է, այն ունի բոլոր հնարավորությունները հարձակումները կանխելու համար։ Թուրքիայի 86 միլիոն բնակչության խաղաղությունն ու բարեկեցությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են։ Իրանի շուրջ ռազմական գործողությունները բացասաբար են ազդել Հորմուզի նեղուցում բեռնափոխադրումների վրա։ Նեղուցով անցնող բեռները կազմում են տարեկան համաշխարհային առևտրի մոտ 4.5%-ը։ Բլոմբերգի ուսումնասիրության համաձայն Հորմուզի նեղուցում առկա խնդիրները հիմնականում ազդել են նավթատար նավերի վրա։ Համաշխարհային նավթի եւ հեղուկացված բնական գազի առաքումների մոտ 1/5-ը իրականացվում է այս նեղուցով։ Բացի այդ, Հորմուզի նեղուցով անցման կրճատումը հանգեցրել է հանքարդյունաբերական ապրանքների եւ պարարտանյութերի տեղափոխման նվազմանը։ Այս իրավիճակից ամենաշատը տուժել են Պարսից ծոցի եւ աֆրիկյան երկրները։ G20 երկրներից Հնդկաստանի, Թուրքիայի, Հարավային Աֆրիկայի եւ Արգենտինայի ոչ նավթային արտահանման ապրանքների առնվազն 4%-ը ռիսկի տակ է։ Իրավիճակը դեռևս անկայուն է եւ ազդեցության մասշտաբները կախված կլինեն նրանից, թե որքան ժամանակ Հորմուզի նեղուցը իրականում փակ կմնա։ ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում կայացած կանանց կարգավիճակի հարցերում ՄԱԿ-ի հանձնաժողովի 77-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակներում Ադրբեջանի ընտանիքի կանանց եւ երեխաների հարցերով պետական կոմիտեի նախագահ Բահար Մուրադովան թուրքական պետությունների կազմակերպության անունից հանդես է եկել հայտարարությամբ։ Նա նշել է, որ թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրները Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան, Ուզբեկստանը եւ Ադրբեջանը վերահաստատում են իրենց հանձնառությունը մարդու հիմնարար իրավունքներին,
միջազգային արժանապատվությանը, ինչպես նաև կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքներին։ Նշվել է, որ այս սկզբունքները արտացոլված են նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եւ կոչ է արվում անդամ պետություններին շարունակական եւ նպատակասլաց քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։ Կոմիտեի նախագահը ընդգծել է, որ թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրները շարունակում են հանձնառու մնալ կանանց լիազորությունների հզորացման, գենդերային հավասարության խթանման եւ մարդկային անվտանգության ամրապնդման ոլորտում միջազգային համագործակցությանը։ Այսօր Նովրուզի երրորդ Քամուչ օրեքշաբթին է։ Քամուչ օրեքշաբթի օրը փչող տաքքամիները գառնան գալուսն են ավետում։ Քամուչ օրեքշաբթի օրը երեկոյան յուրաքանչյուր բակում եւ թաղամասում խարույկներ են վառվում եւ խարույկի շուրջ հավաքվածները հերթով 3 անգամ ցատկում են դրա վրայով։ Սա արվում է դժբախտություններից եւ աղետներից մեղքերից ազատվելու մտադրությամբ։ Քամուչ օրեքշաբթի օրը նաեւ նախապատրաստում են վերջին օրեքշաբթին եւ Նովրուզին մաքրում է տոնը, բակը թխվում քաղցրավենի։ Ադրբեջանական առասպելական մտածողության համաձայն քամին նաև ուղեցույցի եւ ուղեկցորդի դեր է կատարում։ Նշենք, որ վերջին հողի չորեքշաբթին կնշվի մարտի 17-ին։ Գարունը Ադրբեջան կմտնի մարտի 20-ին Բաքվի ժամանակով ժամը 18:45-ին։ Մարտի 20-21-ին Ադրբեջանում նշվում է Նովրուզի տոնը։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյան ակամարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևան.com կայքի Facebook-յան էջը։ Այսօր Հայաստանում ամենակննարկվող թեմաներից մեկը սահմանամերձ հայկական գյուղերում տիրող իրավիճակն է։ Ինչպես են ապրում այդ վայրերում տեղի բնակիչները։ Հարցը որոշել է պարզել ռեգիոն հեռուստալիքի թղթակիցը։ Նա մեկնել է սահմանամերձ գյուղեր եւ զրուցել տեղի բնակիչների հետ։ Մարդիկ միաձայն պնդում են, որ երկար ժամանակ է, ինչ իրենց գյուղերում ամեն ինչ լավ է։ Սահմանն հանգիստ 10-2 տարի հանգիստ սահմաններ։ Դա խիակա վախտա որ հանգիստ վիճակ է լինի։ Տարի կեսից ավելա ոչ մի շարժ չենք նկատել։ Հանգիստ խախաղ, իրանք իրանց համար նստած մենք էլ ստապրում ենք էլի։ Նշեմ 2024 թվականին Տավուշի մարզի 4 գյուղերում, Բերքաբերում, Ոսկեպարում, Կիրանցում եւ Բաղանիսի հատվածներում ավարտվեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը։ Այդ վայրերում ապրող մարդիկ նշում են, որ երկար ժամանակ է, ինչ իրավիճակը հանգիստ է։ Նման կարծիք են հայտնում նաեւ Վարդենիս համայնքի Սոտ Գևազատ գյուղերի բնակիչները։ Նրանց խոսքով, չնայած ադրբեջանական զինված ուժերը շատ մոտ են գտնվում իրենց գյուղերից, սակայն ոչ մի միջադեպեր չեն արձանագրվում։ Մենա Թուրքի պոստես մեկ չերը մենա։ Ինչ աստես 7 կիլոմետր միջև ոսկե։ Այն վերևն իրանք են նստած։ Ասենք 100 մետր չկա։ Հայաստանում բուրոն քննարկման թեմաներից մեկն էլ այս տարվա հունիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններն են։ Քաղաքացիների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ ոմանք դեմ են նախկին ղեկավարների, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանի իշխանության գալուն։ Շատերի միակ ցանկությունը խաղաղությունն է։ Սամվել Կարապետյան։ Սա պատրաստի հիմնեք։ Սամվել Բեդրազյանը Քոչարյանի համար պայքարը։ Անիշ որ Քոչարյանն ու Սերժը Հայաստանում են, երբեք չի դզվելու այս երկիրը։ Ոչ մեկին։ Նիկոլ Փաշինյան։ Ղարաբաղցիք դավաճան էին, հենա։ Գեներալները սաղ դավաճան։ Սամվել Բաբայան։ Մնայ պայքար, ինչի փախեք է։ Ղարաբաղից։ Սատես խոսել ու մի հատ եք հարայ։ Ջիպերով փախակ եկաք ստեղ։ Ընտրությունների մասնակցելու եք։ Այո։ Ինչ ակնկալիքով, ինչ եք ուզում փոխել։ Երկրի խաղաղություն լինի, ժողովուրդն կանա ապրի։ Խաղաղություն։ Այդ ենք ակնկալում աշխարհից։ Հայը հերիք է տանջվի։ Ոչ ռուսի, ոչ թուրքի, ոչ մեկի հետ չեմ ուզում հարաբերություններս վատանան։ Բոլորի հետ լինենք բարեկամներ, բոլորս իրար սիրենք, չվատաբանենք, մարդ լինենք եւ խաղաղ ապրենք։
Դատելով հարցվածների պատասխաններից կարելի է զարակացնել, որ այսօր հայ հասարակության շրջանում խաղաղության կողմնակիցները գնալով շատանում են։ Խաղաղությունը գեղեցիկ կարգախոս չէ, այն ծնվում է, երբ մարդիկ պատրաստ են լսել միմյանց, փնտրել փոխզիջումներ եւ աստիճանաբար վերականգնել վստահությունը, նույնիսկ լուրջ հակամարտություններից հետո։ Այսօր մեր երկրների ապագան կախված է մեր ընտրությունից։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է այս խաղաղությունը դարձնել իրականություն, այլ ոչ թե պարզապես երազանք։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։